Բարև ձեզ, այսօրվա նորություններում թուրքական և իսրայելական մամուլի հոդվածներում մենք կարդում ենք նրա մասին, որ Թուրքիայի կառավարությունը նախնական պլաններ է մշակել ևս մեկ բուֆերային գոտի սահմանել, հնարավոր է նաև Իրանի տարածքում, եթե լինի հարձակում Իրանի վրա, եթե այնտեղ սկսվի անկայունություն և փախստականները հոսեն դեպի Թուրքիա, Թուրքիան պատրաստվում է արդեն Իրանի տարածքում սահմանել անվտանգության բուֆերային գոտի, բուֆերային կամ անվտանգության ինչպես կցանկանաք։ Ինչու է սա շատ մտահոգիչ և լուրջ մեզ համար։ Քանի որ դուք հիշում եք, այս ծիծաղալի կառավարությունը և այս լրագրողը մեզ մի քանի տարի համոզում էին, որ մենք պետք է հանձնենք Արցախը, որովհետև դա միջազգայինորեն ճանաչված տարածք չի, բայց մեր տարածքը միջազգայինորեն ճանաչված է եւ մենք պետք է ստանանք այսպես կոչված կադաստրի թուղթ։ Դուք հիշում եք այդ փաստարկը։ Իհարկե դա այդպիսի բան կասեր, որ օրինակ 10 տարեկան երեխան, բայց հիմա դա մեր ղեկավարությունը։ Հիմա տեսեք 2019 թվականին Թուրքիան պայմանավորվածության է գալիս Տրամպի հետ, Ամերիկան հանձնում է իր քուրդ դաշնակիցներին, Թուրքիան անցնում է Սիրիայի սահմանը և սահմանում է անվտանգության գոտի Սիրիայում 30 կիլոմետր խորությամբ։ Դրանից հետո 2023 թվականին, երբ սկսվում է հարձակումը Իսրայելի վրա, հոկտեմբերի 7-ի բարբարոսական հարձակումը, իսրայելական ուժերը անցնում են Գազայի սահմանը և այնտեղ սահմանում են այսպես կոչված դեղին գիծը, որը նույնպես հռչակում է բուֆերային գոտի, անվտանգության գոտի։ Եվ Սիրիան և Գազան, Պաղեստինը ունեն իրենց այսպես կոչված կադաստրի թուղթը։ Սիրիան միջազգայինորեն ճանաչված սահման ունի, Պաղեստինն էլ 1947 թվականից սպասում է, թե երբ է իր կադաստրի թուղթը ճանաչվելու մեր սիրելի արևմտյան ընկերների կողմից, որոնք խոսում են միջազգային օրենքի մասին։ Հիմա դրանից հետո 23 թվականին Իսրայելը սահմանեց իր սեփական բուֆերային գոտին Սիրիայում, մի քանի բուֆերային գոտի, արդեն հարավային Սիրիայի մեծ մասը անցավ Իսրայելի վերահսկողության տակ և Իսրայելի զորքերը մոտեցան Դամասկին, 26 կիլոմետր է մնում Դամասկից։ Այսինքն այս բոլոր դեպքերում դուք տեսնում եք, թե ինչպես է խախտվում պետության միջազգայինորեն ճանաչված սահմանը և պետության ինքնիշխանությունը։